Nikolay Mikhailович, եւ դուք ով չէիք, ամեն ինչ ունեիք, միասին օղի էինք խմում, ուտում էինք, տարբեր տեղեր էինք գնում, իսկ հիմա ոչինչ չկա, ոչինչ։ Nikolay Mikhailович, ես խմեցի ձեր հոգու հանգստության համար։ Իսկ հիմա էլ խմեմ տիրուհուս առողջության համար։ Հիմա էլ խմեմ Տատիկիս հոգու բրբության համար։ Նիկոլայ Միքայլովիչ, թույլ կտակ, մի բաշակել խմել իմ առողջության համար։ Վատ է, շատ վատ է, շատ։ Սիրտս վատ, մեջքս ցավում է, ոտքերս ցավում է, իմ այսպես ակույլ եք տալիս, շատ շնորհակալ եմ իմ առողջության համար։
գիտեմ սիրել և ներել, սերը կմերնի ինձ հետ, երբ դադարի բաբախել իմ խեղճ սիրտ, և չես ամաչում, ես կողամես, Դավաճանում էին ինձ, տեսարաններ էիր սարքում, շապատներով ինձ մենակ էիր թողնում, Տիրուհի, այդպես չի կարելի, դուք լրիկը կործանեք ձեզ, խոհարարուհի և սպասուհին գնացել են անտառ հատապտուղ հավաքելու, բոլոր ուրախանում են, կատուն վայելում է կյանքի հաճույքները, այո, զբոսնում է բախում, թռչուններ է բռնում, իսկ դուք տիրուհիս, դուք ամբողջ օրը փակված եք սենյակում կարծես մենաստանում լինեք, ապենամարյա մեկ տարի կլինի, որ դուք համարյա սենյակից դուք չեք եկել, և չեմ եք ուզկա երբեք, ինչի համար կյանքն արդեն ավարտվել է, նա պարկած է գերեզմանուն, ինքս էլ ինձ թաղել եմ այս չորս պատերի մեջ, մենք երկուսս էլ մեռած ենք։ Տիրուհիս, Նիկոլայ Միքայլովիչը մահացավ, ճակատագիր, Աստծո կամքը, երկրային արքայությունն է, շքացիկ և վերջ, որ չի կարելի ամբողջ կյանքում լաց լինել և սուտ պահել, այդ իր պառա, մեռավ, ես մի շաբաթ սուտ պահեցի և բավական, ես կասեի մի բաներ շատ է նրա համար, այո, տիրուհիս, ոչ դուք եք հյուր գնում, ոչ հյուր եք ընտում, հարկասո, լավ աղթիկ դեր շատ կա, այ, Ռիվլովոյը, մի գունդ է կանգնած տիրուհիս, մի գունդ է կանգնած, սպաները վանքսվոտ կոմպետներ լինել, նայելուց չես կշտակ, ամեն ութատ պարահանդես կա, այո, իսկ ամենը նվագում է սինգորական նվագախումբը, ներեցեք Նիկոլայ Միքայլովիչ, ներեցեք Նիկոլայ Միքայլովիչ, տիրուհիս, ախր դուք այնքան ջահել եք, գեղեցիկ, այդ երեսկությունը հողնի չի մնա, կասնի մի 10 տարի, կուզերակ սիրամագի նման մանգա, թոսկ ճրագին ասած սպաների աչկերին, այո, կուզեք, բայց արդեն ուշ կլինի, տիրուհիս, Ընդրում եմ, ինձ հետ երբեք խոսել այդ մասին, լսում եմ, դու գիտես, որ այն օրվանից, երբ մահացավ Նիկոլայ Միքայլովիչը, կյանքը կորցրեց ինձ համար իր ամբողջ ամբողջ։ Ես թվում է, թե ես կենդանի եմ, բայց դա թվում է միայն։ Ես երբել եմ մինչև գերեզման, չհանել այս սփռոց կեսը և աշխարհ չտեսնել։ Լսում ես։ լսում եմ տիրուհիս, լսում եմ։ Այո, ես գիտեմ, քեզ համար գաղտնիք չէ։ Ես երդվել եմ մինչև գերեզման, չհանել այս սքոց գեստը և աշխարհ չտեսնել, լսում ես։ Լսում եմ տիրուհի։ Այո, ես գիտեմ, քեզ համար գաղտնիք չէ։ Նա հաճախանարդարացի էր իմ նկատմամբ և նույնիսկ դավաճանում էր ինձ, բայց չնայած այդ ամենին, ես հավատարիմ եմ նրան և հավատարիմ կմնամ մինչև գերեզման։ Այնտեղ Անգրսիրիվան աշխարհում,
Նա ինձ կպեսի այնպես, ինչպես եղել է մինչև նրա մահ։ Այ, այդպես Սիրուհի, գուցե գնանք այգիից զբոսնելու, կամ եթե ուզում եք ես հիմա գնամ Թոբին լսել, որևէ մեկի մոտ ջուր գնացեք, գնամ լսել Թոբին լսել։ Թոբի! Ձեզ ինչ եղապեի։ Լուկա, այնպես էր սիրում Թոբին։ Նա միշտ Թոբին մեծացում, իմ էր կորչակինների և վլասովների մոտ։ Ինչ հրաշալի էր կշում։ Ինչքան վայրչություն կար նրա կեցվածքի մեջ էր, երբ ձգում էր սանձերը։ Հրամայիր թող այսօր Թոբին մի չափ ավելի վարձակ։ Լսում եմ Սիրուհիս։ Ով է։ Չգիտեմ։ Ասա, որ ես ոչ ոքի չեմ ընդունում։ Եկա, գալիս եմ, եկա։ Ինչ անտանել էին այս մարդիկ, ինչ են ուզում իզնել, ինչու են խանգարում իմ հանգիստը, չէ, մենաստան եմ քաշվել, մենաստան։ Իգամ քաշվեցի, սրտու, դու եք բավաստան, նոսր։ Սիրուհի, Դուզվեք ներգանալ, հրետանու պաշտոնաթող պարուչիկ, հողադեր, Գրիգորի Ստիպանովիչ Սմիրնով։ Pardon. Ներեցեք։ Իգին, ստիպված եմ անհանգստացնել ձեզ խիստ կարևոր գործով։ Ինչ եք ամենում։ Իգին, ձեր հանգուցյալ ամուսինը։ Պարդոն։ Ներեցեք։ Ձեր հանգուցյալ Իգին, ձեր հանգուցյալ Իգին, ձեր հանգուցյալ ամուսինը, որ այդ պատիվը ունեցել ծանոթ լինելու, պարտք է ունեցել ինձ 1200 ռուբլի։ 1200։ Այո։ Իսկ ինչի համար էր ամուսինս ձեզ պարտք մնացել։
Եթե ձեր ծառային եք փնտրում ահանա։ Լսում եմ դիրույս, լսում եմ։ Չմոռանաս պատվիրել, որ Թոբին մի չափ ավելի վարսակ տա։ Ահա, լսում եմ։ Լսում եմ դիրույս։ Ողորմած պարոն, եթե ամուսինս ձեզ պատկի մնացել, ապա ինքնին հասկանալի է, որ ես կվճարեմ։ Շնորհակալ եմ։ Բայց ներեցեք, այսօր ես դրամ չունեմ։ Այսինքն, Վաղը չեմ այսօր, քաղաքից կվերադառնայեմ կառավարիչը, եւ ես կհրամայեմ նրան վճարել ձեր հասանելիքը։ Իսկ այժմ չեմ կարող կատարել ձեր ցանկությունը։ բայց Եվ հետո, այսօր այնպիսի օր։ Այսօր ուղիղ 7-րդ ամիսն է լրանում այն օրվանից, ինչ մահացել ամուսինը։ Եվ ես այնպիսի տրամադրության մեջ եմ, որ չեմ կարող զբաղվել տրամական հարցերով։ մի րոպե դիգին, բայց ես էլ հիմա այնպիսի տրամադրության մեջ եմ, որ եթե վաղը չվճարեմ տոկոսները հողային բանկին, ես կսնանկանամ։ Դիգին, խնդրում եմ ճիշտ հասկացեք, ես կկորչեմ ոտքով գլխով, իմ ունեցված կմերտին կանեմ, դիգին։ Վաղ չեմ այսօր, դուք կստանաք դրամը։ Մի րոպե, եկեք ճիշտ հասկանանք միմյանց, այդ դրամից հարկավոր է ոչ թե վաղը չենք այսօր, այլ այսօր։ Ներեցեք, այսօր չեմ կարող վճարել։ Բայց ես էլ չեմ կարող սպասել մինչև վաղը չենք այսօր։ Ողորմած պարոն, բայց ինչ կարող եմ անել, եթե հիմա չունեք։ Ներողություն, սխալ չհասկանամ, կնշանակի դուք այսօր չեք վճարելու։ Չեմ կարող։ Սպասեք, սա ձեր վերջին խոսքն է։ Այո, վերջին։ Այսինքն ուզում ասել վճռական խոսքը։ Վճռական։ Դե շնորհակալ եմ տիկին։ Շատ շնորհակալ եմ տիկին։ Մինչև գետին խոնարհվում եմ ձեր այս տիկին։ Այսպես էլ կգրանցենք։ Շատ շնորհակալ։ Կատեսնից որքան եմ շնորհակալ, Նիկոլայ Միխայլովիչ, որովհետև որքան եմ շնորհակալ։ Գրողը տանի հետ որ ինձ ասում է, թե ես ինչու եմ զայրանում, ինչպես է զայրանում, հա? Այս նոր ճանապարհին ինձ հանդիպեց ակցիզային աշխատող եւ հարցնում եմ Գրիգորի Պարոն, ամեցեք ախ ներեցեք ներեցեք տիկին ներեցեք Pardon Այ ասում հանդիպեցիք հա ակցիզային ակցիզային աշխատողը Գրիգոր սպանք ինչու եք այդպես բարկացած ասում եմ լսեք ախ Պարոն, ներեցեք բավական է տիկին ինձ շատ շտապ գումար է հարկավոր ես տնից դուրս եմ եկել լույսը չբացված անցել եմ իմ բոլոր պարտավորների մոտով գոնե նրանցից մեկն ու մեկը վճարեք շան պես հոգնել եմ գիշերել եմ սատանան գիտե թե որտեղ այդ ջոհուտի պանդոկում օղու տակարի մոտ ահա հոտ քաշեք չէ հոտ քաշեք խնդրում եմ Պարոն Մա եկել եմ տնից 90 վերս հեռու հասել եմ այստեղ այն հույսով որ դուք գոնե կվճարեք եւ ինձ հյուրասիրում են վատ տրամադրությամբ չէ ես ձեզ եմ հարցնում դուք իմ փոխարեն ինչ կանեք հա չեք բարկանա Պարոն, այո ներեցեք ներեցեք ես կարծեմ պարզ ասացի քաղաքից կվերադառնա կառավարիչս
այդ ժամանակ էլ կստանաք։ Տիկին, ես ձեզ մոտ եմ եկել ոչ թե ձեր կառավարիչի, իմ ինչ բանին է ձեր կա։ Ներեցեք։ Ողորմած պարոն, ես սովոր չեմ այդպիսի տարօրինակ արտահայտություններ այդպիսի տոնի։ Ես ձեզ այլևս չեմ ուզում լսել։ Իսկ ինձ ինչ կհարականեր, հա? Ինչ հարակներ, ես բաղկություն եմ տողոսնի թեգով, գրողը ձեզ տանի, գուցե կհամայակ օթապալիք նստեմ և պաղչեմ պարտապաններից, սրիկան է, թե գլուխս պատ է պատ խպեմ, ինչ չեք ասելու, հա? Ինչ անեմ ես, գրողը տանի, պատկերացնում եք, ամուսինը մահացել է 7 ամիս առաջ։ 8 ամիս առաջ, պարոն, 8 ամիս։ Ինչ 8 ամիս։ Ասացի 8 ամիս առաջ։ Ագել գրողը քեզ տանի, ինչ տանություն ժողովրդու տանի։ Սերիկան։ Ոյ, չէ։ Չէ պատկերացնում եք, առավոտ շուտ ես գալիս եմ Գրուզիի մոտ, ինձ ասում են Գրուզիևը տանը չի, ես հո գիտեմ, որ տանն է, բայց ոչ տանը չի, լավ ասում են, տանը չի, դեր կա Երոշևիչը, քշում գալիս եմ Երոշևիչի մոտ, և ինչ, Երոշևիչը թաքնվել է, լավ գրողը տանի, կգնամ Կուրիցինի մոտ, գալիս եմ Կուրիցինի մոտ, քիչ է մնում, էնպիսի մի։ Այստեղ էլ ինձ հյուրասիրում են տրամադրությամբ։ Չէ, ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր։ Շատ հետները հանգիստ եղա։ Երես տվեցին, ինձ դրեցին պալասի տեղ, ինչ, կնիկ, իրոք որ, կնիկ, բայց չէ, դուք ինձ լավ չեք ճանաչում, ես դեր ձեզ ցույց կտամ, դուք դեր կիմանաք ով էր Գրիգորի Ստեփանովիչ Սմիրնովը, ես թույլ չեմ տա, որ ինձ այդ լակոտի պես վարվեք, չեք վճարում, շատ լավ, մի վճարեք, ես էլ, այստեղ կնստեմ ու կսպասեմ, կմնամ, կսպասեմ այնքան, մինչև որ վճարեք, ծառա, շոք է գրողը տանում, ծառա, Լսում եմ, պարոն։ Կվաս, Լսում եմ, կամ ջուր, պարոն, հիմա կվաս թե ջուր, լավ ջուր, լսում եմ, կամ կվաս, պարոն, հիմա չհասկացան կվաս բերեմ, թե ջուր բերեմ, գրողը քեզ տանի, գնա որևէ բան բեր, պարոն, ես մոռացա, կվաս պետք է բերեմ, թե ջուր, լսի դու ինչ ես ուզում ինձնից, չուզեմ մարդու շատ շտապ գումար է հարկավոր, բան ասացիք, պարոն, գնաս դրի, Սերիկա, ես արդեն պատրաստ եմ կախվել, իսկ սրանք տեսեք, ես տրամադրություն չունեմ, զբաղվել փողային հարցերով, զուտ կանա
կանացի, ծալը պակաս, տրամաբանություն։ Զուտ կանացի։ Տրամաբանություն 7 ամիս առաջ ամուսինը մանցել են, այսօր տրամաբանություն ունի։ Այ ինչու չեմ սիրում կանանց այդ գործ ունենալ, ու չեմ էլ սիրել։ Եղբայրս ավելի լավ է, նստեմ բարոտով լի տակարդի, քան գործ ունենամ որևէ կնոջ հետ։ Պարոն, տիրուհին հիվանդ է, ոչ մեկին ընդունել չի կարող, ասաց։ Ահ, հիվանդ է։ Լսում եմ, պարոն։ Գնացացի։ Լսում եմ, պարոն։ Ծաղրում ես ինձ, կորած միտս ասում եմ։ Լսում եմ, պարոն։ Լսում եմ։ Հիվանդ ես, հա։ Հա, հիմա էլ հիվանդ է։ Ահայ, ոյ, հիվանդ ես։ Հիվանդ ես։ Հիվանդ ես, դոք։ Մի օր հիվանդ կլինես ես, մի օր էստեղ կմնամ, թծված, գրողը կեզ տանի, մի տարի հիվանդ կլինես ես, մի տարի, այ էստեղ թծված, կնստեմ, կմնամ, Այո, կեցցվեմ ու կմնամ։ Էй, ում եմ ասում։ Ում եմ ասում։ Գոնե մի պատուհան բացեմ։ Սիմյան ծիերին արսակի։ Այ, դա չեք ուզում վճարել։ Սիմյան ում ասած ծիերցակի ծիերին ես ունում ասել։ չեք վճարում, մի վճարում, դուք ինձ դեր չեք ճանաչում։
Քրթանը սքանչելի օղիկը։ Հիմա Տիրուհի։ Պարոն, մեկ շշով բերեմ, թե փոքր։ Հարցակապեց։ Հալուկա։ Այ, ես։ Պարոն, սառը լինի, թե գոտ։ Սառը լուկա, սառը բեն, կնհավեք, էլա! Գեղեցիկ տանտիրուհին կկարծի թե ես ավազակ եմ, իսկապես տկեղ բան է ես հյուրասենյակում Երևանը, բայց ասենք ես ինչու ես պարտատեր եմ, իսկ պարտատերերի համար հատուկ ես չի սահմանված Աջրողին պարոն Լուկա Ինչ ես անում հիմա Սա ինչ է հիմա ինչ ես բերել Պարոն, դուք արդեն չափրացնում եք։ Ես եմ չափրացնում Հա Ողորմած պարոն, իմ առանձնության մեջ ես եթե վարժվել մարդկային ձայնից ոչ մի ողորոսնել չեմ կարող։ Խնդրում եմ ձեզ թաղանցագին, մի խանգարեք իմ հանգիստը։ Տիկի, վերադարձրեք իմ գումարը ու ես կգնամ։ Ես կարծեմ բաց ասացի, որ հիմա դրանք չունեմ։ Սպասեցեք մինչև վաղը չեմ իսով։ Ես էլ ձեզ շատ բարձ ասացի, հասկանալի լեզվով, որ ես չեմ կարող սպասել մինչև վաղ չեմ իսորը։ Եկին եթե ես վաղը չմուծեմ, ես կկախվեմ։ Կախվեք։ Ներեցեք որտեղ։ Ձեր տան մեջ։ Այստեղ տեղից շատ են դիակները։ Վերանասեք, ես բան չեմ հասկանում, վերանասեք իմ գումարը մնացածը, ձեր գործը չէ, մնացածը ձեր գործը չէ։ Պարոն, բայց ինչ կարող եմ անել, եթե հիմա չունեմ։ Սպասեք, թե, ինչ է, նշանակում է դուք չեք վիճարել ասում։ Չեմ կարող։ Ճիշտ հասկանամ, վաղ չեմ ուսոն եք վիճարել։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես էլ կսպասեմ մինչև վաղը չեմ ուսորը։ Այստեղ։ Այստեղ։ Կքարանամ այստեղ ու կմնամ մինչև որ վճարեք։ Voilà! Եկի, քարացել է, Չգիտեմ։ թող քարանա։ Լսեք ես վաղը տոկոսները մուծելու եմ, թե ոչ, թե կարծում եք կատակ եմ անում գրողը տնի։ Ողորմած պարոն։ Խոր չէ։ Խնդրում եմ ձեզ չկորալ։ Ես չեմ գոռում, դուք եք գոռում։ Գոռում եք։ Ոչ դուք եք գոռում։ Գոռում եք, այո, գոռում եք, ես լսեցի։ Դուք եք իմացել Գոռում եք։ Այո, դուք եք գոռում։ Գոռում եք։ Գոռում եք։
մասին չեմ խոսում։ Ես ես ասում եմ, տոկոսները վճարելու եմ, թե որ։ Դուք ձեզ չգիտեք պահել կանանց հասարակության մեջ։ Ինչ, ասացիք։ Ասացի, որ դուք ձեզ չգիտեք պահել կանանց հասարակության մեջ։ Ես չգիտեմ պահել կանանց հասարակության մեջ։ Տիկին, ինչպես կվարաջեք պահել ձեզ հետ, գուցե մեր կանանց ձեր առաջ։ Փորձեք։ Խնդրեմ, ալե, հոպ։ Համարյան բերք է։ Բարված եք տիկին։ Պարոն, դուք հանդես երակ կոպիտ մարդ։ Կարգին մարդիկ, այդպես չեն խոսում կանանց։ Ես ինչպես կցանկանայի, որ խոսեի դες հետ տիկին։ Գուցե ֆրանսերեն։ Voulez-vous coucher avec moi ce soir? Oui, madame, oui. Gendarme Millet, t'enterrou mes canats. T'enterrou mes canats, Benelitz und Erkewitz. Gendarme Millet, Frauen, Zuberuchten, und unten sind Zettel und Pichetten. Ուրիշ ուրեն մակեդոներեն, ուրեջեք խնդրեն, Gendarme Millet, գիպի պաշերի դե, գորա, իդոլա! Voilà! Այո, իսկ հիմա, ուշադրություն, ռուսերեն, միլիցիոներ Վասյա, трогает баб сверху и снизу! Очень. Evet, madame. Evet. Jandarma ile kuşular bu kuşular. Jandarma ile kuşular bu kuşular. Sağ olsun Türkiye. Պարոն,
երջանիկ եմ, որ չվերադարձրիք պար։ Այո, գեղեցիկ օր այսօր։ Այո, և որքան է ձեզ սազում այս գոզգեստը։ Խելացի չէ և կոպիտ։ Խելացի չէ, կոպիտ։ Գեն։ Դու դեռ համարձակում եք ընդել, որ ես ինչ չգիտեմ պահել կանանց հասարակության մեջ։ Ախ, թանկագինս, ես իմ կյանքում ավելի շատ եմ տեսել, քան դու։ Լուկա, պատկերացնում ես, ես չգիտեմ ինչ պահել կանանց հասարակության մեջ։ Գրողը տանի 12 կին եմ լքել։ 3 կնոջ հետ մենամարտել եմ։ Ինչպես, բարոք դուք կանանց հետ մենամարտել։ Ուզում ասել, հասպաճարով։ Դա։ Այո։ Լեզվով ես ասում Լուկա, 12 կին։ Առաջինին, այսպես։ Երկրորդին Լուկա, այ դրեց ես տեղ ու։ Այդ ինչպես, բարոն, ինչպես։ Եկե դր ասեմ, այ դնում ես ես տեղ, Պարդոն, մադամ, չորորդին։ Իսկ երորդին, բարոն, երորդին։ Երորդ ասել, չորորդին Լուկա, այսպես, վերին հարկից, բաց թողեցի է, չաո բամբինո, չաո, իքտեն են դեղից, չաո, Գրիգորի Ստիպանովիչ, չաո բամբինո, 12 կին Լուկա, հավասարա, ասա 12, Արաշենը։ Սու, այս մեր մեջ ասած, Լուկա, պետք է խոստովանեմ, 9 կինել լքել են ինձ։ Ինչպես, 9 կին չես լքել, բարոն, ինչպես կարող են չես, 9 կին ինչպես։ Սրու, վերջ, վերջ, էլ ինձ նրանով չես արվի, հայ ես, և չել եմ ուզում, ոչի չորրմի է, ոչի շկուչի է, այ,
վարժարանքները հարմարել է գալիս։ Տիրույս խոյական երկը չեք կալի կգար։ Պարոն Սմիրնով, հիցի երկուսս կգալի կգալիրա, խոյական է, Այո, գա հիմա ինձ այդ գեղեցիկ փոսիկներով չես խաբի։ Կանի համար չեմ ասում, դիգին, բայց բոլոր կանայք էլ նույնն են։ Իհարկե, կանանց մասին դուք ամենին գիտեք։ Այո, գրո, այո։ Ախեք ինձ այս մեղից, բայց միթե կինը կարող է որևէ մեկին սիրել բացի իր շնիկից։ Սիրում ես մենակ միայն իրեն լացել ու հեկեկալ։ Ժամանակ, երբ տղամարդը տրապում է, զոհաբերում, այ կինը գիտի միայն պռռացնել քաղացքը, որ ավելի ամուր բռնի նրա քթից։ Ասացեք ինձ տիկին, այնազնորեն, ձեր ամբողջ կյանքում տեսել եք գետ մի կնոջ, որը ազնիվ ու հավատարիմ լինի, չեք տեսել տիկին, ազնիվ ու հավատարիմ է միայն պառավները։ Պարոն, Այո, պարտով։ թույլ տվեք։ Ուրեմն, ով է ձեր կարծիքով հաստատ և հավատարիմ սիրո մեջ։ Գուցե տղամարդը։ Անշուշտ տղամարդը։ Տղամարդը։ Իհարկե տիկին, միայն տղամարդը։ Տղամարդը։ Այո, քրովը տանի, տղամարդը։ Լսում ես, Նիկոլաս։ Տղամարդը հաստատ և հավատարիմ սիրո մեջ։ Այո, Ինչպես սիրություն, պարոն։ Դուք ինչ իրավունք ունեք այդ ասել։ Թե բանը հասավ դրան, ապա ձեզ կասեմ։ Բոլոր տղամարդկանց մեջ, որոնց գիտեի ես և գիտեմ, ամենալավը իմ հանգուցյալ ամուսինն էր։ Ես սիրում էի նրան։ Ես տվել եմ նրան իմ ջահելությունը, իմ գեղեցկությունը, կյանքը, իմ կարողությունը և ինչ։ Ջահելությունը, գեղեցկությունը, կյանքը, իմ կարողությունը և ինչ։ Նրան այս հետո ես նրա սեղանում գտա մի լիքար, սիրային նամակներ։ Ցավերոք, սարսափելի է հիշտ։ Շապատներով ինձ մենակ էր թողում։ Իմ աչքի առաջ սիրաբանում էր ուրիշ կանանց հետ և դավաճանում էր։ Վակներ էր կողեր։ Սաղնում էր իմ զգացմունքները։ Եվ չնայած հետևին, ես սիրում էի նրան։ Եվ հավատարիմ էի։ Դեռ ավելին, նա մեռավ, բայց ես էի հաստատ և հավատարիմ եմ նրան։ Ես թաղել եմ իր այս չորս պատերի մեջ և մինչև երեսվան չեմ հանում այս սխալս ես։ Ներողություն տիկին, բայց
Ամուսնու սիրույնը։ Ինչ է խոսում դգեր ինչ սիրույս եմ երորդինն է։ Որտեղից է ես։ Ամուսնու սակն է։ Ուր է ձեր ամուսինը։ Գերեզմանոցում։ Տիկին ձեր ամուսնու մասին է խոսում։ Ահա։ Բրավո, Նիկոլայ Միխայլովիչ, բրավո! Դուք հզոր նախապարտ եք, հզոր! Բրավո, տիկին! Հրաշալի է։ Դուք ձեզ թաղել եք 4 պատերի մեջ։ Ում տեղն եք ինձ դրել։ Կարծում եք, չեմ հասկանում ինչի համար եք սև դոմինոն։ Կացնի դաստակերտի մոտով մի յունկեր կամ պոետ կնայի պատոհանիզներ և երասներից մշուշում, սիրտեց գերեց մի նշան, դուստև այստեղ իսկերվում, ծնոք ծաղի սև շուշան, ծանոտ փոքուսներ են տիկին, ծանոտ, Ինչպես եք համարձակվում այդ ամեն ասելից։ դուք ձեզ թաղել եք 4 պատերի մեջ։ Բայց այդ ուր դրան, չեք մոռացել։ Ինչպես եք համարձակվում այդ ձևով խոսել ինձ հետ։ Գոռացեք ինձ վրա, ես ձեր կառավարիչը չեմ։ Ես չեմ գոռում։ Գոռում եք։ Դուք եք գոռում։ Դուք եք գոռում։ Ոչ դուք եք գոռում։ Դուք։ Հեռացեք պարոն։ Տվեք գումարը ես կգնամ։ Ես ձեզ դրամ չեմ։ Կտա։ Պատիժ ձեզ ոչ մի կոպեկ չեք ստանա։ Կստանա։ Չեք ստանա։ Այդեն ինչպես կստանա։ Ասացի չեք Որ ստանա։ շատ լավ էլ կստանա։ Ասացի չեք Ոչ ստանա։ կստանամ։ Գրողը ձեզ տանի։ Ես նրանք սպոնեմ, Լուկա։ Ես նրանք սպոնեմ, հավիճտի պես սպանեմ։ Լուկա, ինչ ես։ Սիրտես։ Սիրտը, սպասի, նստի, նստի, Լուկա, նստի, ասա տեսնեմ, ինչ ուզեիր, ինչ բերեմ, դեղ, Բարոն, մի բաշակ, օղի, հիմա, Բարոն, հա, նա լավ օղի, հենց հիմա, Նիկոլայ Միխայլովիչ, ներեցեք, սա Լուկայի համար է, զուտ դեց համար, ներողություն, Ական է, Բարոն, լիքը բաշակ, լիքը, ներեցեք, Նիկոլայ Միխայլովիչ, լիքը ուզեց, ես ինձ համար չէ, բացարապես, ական է Լուկա, տեսնեմ, լավ է, համեմակար, շատ լավ է, կեցես, Լուկա, եղբայրս, ինչ հզոր կին է դիրուի, ակամ եմ նրան ընջասենյակի դրամ բանալու անցքից, հզոր կին է, Չկից, երբեք բանալու անցքից, ինչ ասացիր, դու բան, Լուկա, շատ լավ կին է,
շատ հզոր կին է և կարևորը մենամարդ ընկնեց, ես շատ չվախեցա։ Լուկա, սա վերջում։ Բայց չէ։ Լուկա, Լարա, կարող ես տիրուհուդ ասել, որ ես նրան սիրում եմ։ Պարոն, Լարա, ես կարող եմ ասել, բայց նա 8 ամիս է նստած է ամուսնունը կարի առջև և սրտում է, ես վախեմ։ Կարող է հրտնակով գար... сейчас стоишь там, здесь. Լուկա, ոնց եմ քեզ հասկանում, Այո, շատ տհաճ է, գրտնակով գլխին ստանալը տհաճ։ պարոն, Ողորմեցեք։ պարոն, թույլ տվեք, հարցներ ինչպես տղամարդը, ձեր կինը, ձեզ գրտնակով երբևէ, Ինչ մեր խստակցնեմ Լուկա։ 3 անգամ, Ուր է թե 3 անգամ, երորդ կինս, գրեթե ամեն օր, բացառապես գրտնակով։ դե նշանակում է, ձեր կինը ձեզ ծեծում է։ Լուկա։ Ես քեզ ավելին ասեմ։ Այո, Պարոնեք, ես գտնում եմ, որ պետք է կառավարական մակարդակով արգելել կանանց տանը գրտակ պահել։ մի անգամ այն համամիտել ձեզ է։ Ներեցեք, Միքայելիչ, 1000 անգամ ետ չէ երկու, նայել երկու, ես ներեցեք անգամ եմ։ Պարոն, ոչինչ որ մի է, ոչինչ հասնի է, Ահա դրջանակները։ Լուկա, Փորձանքը որտեղից եք։ երբեք ատրճանակ ձեռքս չբռնի։ Բարեհաճեցեք ցույց տալ, թե ինչպես է պետք կրակել։ Կա դրջանակի Բարձր ենք պահում, այսպես, այսա ձգանն է, պահում ենք ձգանը, շնիկը, ու պահեք ձերքը, մենամարտի ժամանակ շատ կարևոր է գլուխը, այսպես, հիմա ամենակարևորը, որ չշնչել, չենք շնչում, Այստեղ անհարմար է մենամարտել։ Գնանք պարտես։ գնանք, բայց ես ուշացնում եմ օդ եմ կրակելու։ Այստեղ պակաս։ Ինչու։ Որովհետև դա իմ գործն է։ Վախեցաք, այո։ Այո։ Ոչ։ Ոչ, պարոն։ Աղվեսություն մի արեք պատեպատ ընկներով։ Որովհետև դուք ինձ դուր եք գալիս։ Ես նրան դուր եմ գալիս։ Ախ, պարոն։ Հեռացեք, պարոն։ Գնացեք։ Գնացեք։
իհարկե չեք եք պատկերացնում մեծ բավականությունը մերնին այս չգնան խաչկերի լույսի տակ ինչ երջանկությունը մերնին այն ատրճանակից որ բռնել են այս գեղեցիկ թավշեցակ Տիկին խնդրում եմ ձեզ մտածեք, բայց պատասխանեք ինձ հիմա Եթե ես հեռանամ, մենք այլևս երբեք չենք հանդիպի Ես ազգական, ես օրինավոր մարդ եմ, ունեմ տարեկան 10,000 եկամուտ, ես շատ հանգիստ իջում եմ օդը ծրած կոմեկանոցին, հրաշալի ձիեր ունեմ, խնդրում եմ ձեզ, դարձեք իմ կինը։ Մենամարտի, դեպի բարգեր, Ցավեցին այս անիծվածից։ Դե ինչ եք կապրել հեռացեք, արեք։ Տիկին խոթունց արդեն սկսած, այն ինչ եմ ասում ինչ խոթունց։ Տոկոսները, չէ տոկոսները, չէ տիկին։ Կրողը տանի հենց հիմա պիտի սիրահարվեի։ Հեռացեք, պարոն, հեռացեք։ Եթե ուզում եք։ What told me, Nasa? You were telling me this.